Սևան քաղաքում գրանցված ողբերգական դեպքը շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում։ Նախնական տեղեկությունների համաձայն դանակի հարվածների հետևանքով մահացած քաղաքացին 20-ամյա Արամ Խաչատրյանն է։ Տարածվող տվյալների համաձայն երիտասարդը եղել է Պաշտպանության համակարգի պայմանագրային զինծառայող և մասնակցել է Պաշտպան հայրենիաց ծրագրին։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 21-ին։ Կեսօրին մոտ իրավապահ մարմինները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակարված մի քաղաքացի։ Տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները մեկնել են ինչպես հիվանդանոց, այնպես էլ դեպքի հնարավոր վայր։ Բժշկական կենտրոնից փոխանցված տվյալների համաձայն երիտասարդը գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Բժիշկները նշել են, որ նրա առողջական վիճակը չի թույլատրել որևէ բացատրություն տալ կատարվածի վերաբերյալ։ Չնայած բժիշկների գործադրած ջանքերին, որոշ ժամանակ անց հիվանդանոցից հաղորդվել է, որ քաղաքացին մահացել է գիտակցության չգալով։ Իրավապահ մարմինները պարզել են տուժածի ինքնությունը։ Նա Տավուշի մարզի բնակիչ Արամ Խաչատրյանն էր, ով ըստ նախնական տեղեկությունների հիվանդանոց էր տեղափոխվել Սևան քաղաքի կենտրոնական հատվածից։ Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական մարմինները շարունակում են իրականացնել անհրաժեշտ գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նշվում է, որ քննության շրջանակում ուսումնասիրվում են տարբեր վարկածներ։ Այս պահին պաշտոնական լրացուցիչ մանրամասներ չեն հրապարակվել, քննությունը շարունակվում է։